Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, այս գեղեցիկ տաղավարից այսօր ձեզ համար ներկայացնելու ենք մի շատ ոչ սովորական թեմա։ Մենք փորձելու ենք միասին քննարկել եւ հասկանալ, թե որքանով է բժշկական կրթությունը դառնում մտածելակերպ եւ գործիքակազմ այլ ոլորտներում դրսևորվելու համար, մասնավորապես տեղական եւ միջազգային նախագծեր իրականացնելիս։ Ասեք բժիշկ Ամիրյան, որ հետաքրքիր թեմա ենք ընտրել։ Բավականին թեմա, որ տարիներ առաջ երբ որ մտածում ենք ամոթ է ինչ-որ միտեղ մի ծրագրով գնալու եւ ուսուցանելու, այսօր արդեն ամոթ է չանել այդ ամեն ինչը։ Բայց ես կարծում եմ, որ անգամ դուք թեմայի խորությունը չեք յուրացրել այս պահին, որովհետեւ մենք ուզում ենք, որ բժշկական կրթությունը, որ մեզ թույլ է տալիս համակարգված, համակարգային մտածողություն ունենալ, չէ, օրգան համակարգեր, դրանից հետո կարծում եմ մեզ մոտ սովորույթ է դառնում ամեն ինչին վերաբերվել համակարգված։ Այսինքն բժշկի մտածելակերպը ինչն է գաղտնիքը, որ բժիշկները շատ հաջողակ են լինում նաև բժշկական եւ հանրային առողջապահական եւ ընդհանրապես առողջապահությունից դուրս մյուս ոլորտներում։ Եվ խոսքը տաղանդների մասին չէ, ինչպես որ մենք տրոենտների մասին խոսեցինք, շատ հետաքրքիր մի բիոքիմիայի մասին ենք այսօր խոսելու, պլյուս առողջ առավոտ։ Առողջ առավոտ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք արդեն մեր հաղորդաշարի հյուրը դարձած, բարեկամը դարձած։ Այսօր տաղավարում կրկին հյուրընկալել ենք արդեն կարծես մեր հաղորդաշարի բարեկամը դարձած, բարեկամներից մեկը դարձած բժիշկ Տիգրան Օգանեսյանին, ով շատ հետաքրքիր իր պրակտիկ օրինակով նաև կխոսի այսօրվա թեմայի շուրջ։ Առողջ առավոտ բժիշկ Օգանեսյան։ Առողջ առավոտ։ Առողջ առավոտ բոլորիս։ Ձեր պիջակները փոխվում են, ակնոցները փոխվում են, բայց ձեր ժպիտը եւ ձեր կենսախին դա այդ պատրաստակամությունը մեզ հյուրընկալվելու միշտ պահպանվում է, որի համար մենք շնորհակալ ենք ձեզ։ Նույնպես։ Բժիշկ Օգանեսյան, երբ խոսում ենք միասին, թե ինչ հետաքրքիր թեմա կարող ենք ընտրել, գաղտնիք չէ ասեմ, որ դուք եք առաջարկել այս թեման, հիմա փորձենք հեղինակի իրավունքով արդեն դուք ներկայացնեք ըստ ձեզ ինչ է տալիս մեզ բժշկական կրթությունը եւ դրա հիման վրա ինչպես ենք մենք հետագայում կյանքում կարողանում դրսեւորվել, այդ թվում ոչ բժշկական ոլորտներում։ Շատ լավ, առաջինը շնորհակալություն ինձ կրկին հյուրընկալելու համար եւ շատ պարզ կետ նշենք, որ կլինիկական, առողջապահական եւ ընդհանուր առմամբ այդ բազմաթիվ առարկաների համադրության մասին է խոսքը, ոչ թե դիպլոմի կամ պրակտիկայի իրավունքը, դա շատ ես ինքս եմ եղել առաջի պայքարողը, որ ասել եմ, թե բժիշկի մտածելակերպ դա ինչ-որ հորինված բան է, բայց տարիների ընթացքում ես բազմիցս ընկալել եմ, որ արդյոք իմ բժշկական կրթությունը, իմ ոչ կլինիկական գործունեությունների մեջ ինձ տարբերում է շատերից։ Եվ դա միշտ դրական առումով։ Դրա համար երբ որ բժիշկները առողջապահական կրթություն ունեցող մարդիկ հայտնում են այլ ոլորտում, միշտ վախենում են, ասում են դե ես հարցի մասնագետը չեմ, ես սուս նստեմ։ Բայց շատ հաճախ հենց մեր ուրիշ կերպով մտածելը եւ ընկալելը հարցերը բերում է ավելի կրեատիվ լուծումներին։ Բժիշկ Օգանեսյան, ինչ կարևոր սկզբունքներ կան բժշկական կրթության եւ ինչ, այսպես եթե համադրենք, ասենք ինչ արատավոր օղակներ կան, որոնք որ կարող են ինչ-որ չափով շեղել այդ ճանապարհը։ Այս սկսենք հենց այդ արատավոր օղակներ ասեցիք, մենք ոնց ասում ենք պաթոլոգիկ ցիկլեր, հա, այդ ազդայտությունից էլ ես ինձ շատ ընկալել եմ, որ այդ դրանք են մեր ուժեղ կողմերը, որ մենք սովորում ենք ինչ-որ ընդհանրապես որևէ բիզնեսի, բարձրագույն տվյալների, մարքեթինգի հետ կապ չունեցող սպეციფიկ առարկաներ, որոնք մեր մտածելակերպը եւ մեր խնդիրի մոտեցումը տարբերում են։ Ես միշտ ընկալել եմ, որ շատ հաճախ եմ հենց այդ ազդեցությունը կրկնում։ Մենք եթե այս խնդիրը ճիշտ չլուծենք, կընկնենք արատավոր շղթայի մեջ։ Եվ շատերի համար դա նորություն է, բայց իմ եւ ձեր համար դա ասարակ բան է։ Բայց վտանգավորը հենց ձեր ասած ինչն է վտանգավոր, ինչը խնդիր կարող է առաջացնել մեր մտածելակերպի մեջ։ Դա այն է, որ մենք պետք է առաջի հերթին ընկալենք, որ ոլորտը առողջապահական, բժշկական, կլինիկական մոտեցումները իրանք ունիկալ են, բայց միշտ չէ ունիվերսալ են։ Եվ շատ հաճախ այն չորությունը, որը պարտադիր է բժշկության մեջ, որ չի կարելի շեղվել ինչ-որ բանից, որովհետև գայդլայնը գրած է, հակառակ դեպքում կունենանք մահացու դեպք։ Շատ հաճախ պետք է ավելի ճկուն լինել։
Եվ մեզ բժիշկ որպես ճկունությունը պետք է օգտագործել ոչ թե կանոններին հետևելու խստությունը, այլ ոլորտների մեջ։ Դա է միշտ որ բժիշկներին խանգարում է ներգրավել։ Ես շատ ուշադիր լսում էի ձեզ ու անմիջապես ասոցիացիա ունեցա, ներկայացնեմ այդ ասոցիացիան։ Մենք ցանկացած կազմակերպություն կարող ենք համեմատել տեսականորեն մարդու օրգանիզմի հետ։ Այո։ Եվ կազմակերպությունը ունի ֆիզիոլոգիա, Այո։ նորմալ ընթացք, ունի փուլեր, նորածին, դեռահաս, չափահաս, արդեն դեպի ծերունություն, եւ ունի ախտաֆիզիոլոգիա։ Համաձայն եք։ Միանշանակ։ Եվ այսպիսի համակարգված մտածողություն ունենալու արդյունքում, անկախ նրանից դու կլինիցիստ ես, փորձառություն ես, թե չէ, բազային կրթությունը հենց սա է, որ դու կարողանում ես համակարգը տեսնել, խնդիրներին վերաբերում ես համակարգորեն, կարողանում ես տարանջատել համակարգերը։ Օրինակ, ֆինանսական կառավարում, օրգան համակարգ է, համաձայն եք, պայմանական համեմատություն, մարդկային ռեսուրսների կառավարում, առանձին սեգմենտ է, իրավական կարգավորում, իրավաէթիկական, ներքին SOP-ների, ստանդարտ գործառնական ընթացակարգերի, ամեն ինչը կարելի է մարդու օրգանիզմի ինչ որ օրգան համակարգի հետ զուգահեռական անցկացնել։ Եվ մենք սրա փորձառությունն ունենք։ Եվ տարբեր գործընկերներ, չլինելով բժիշկ, ասում են, օրինակ, մենք ուզում ենք առողջացման ծրագիր ներկայացնենք։ Ֆինանսական առողջ, սա ինչ է, բժշկություն է։ Այսինքն սա է, որ երևի թե մեզ թույլ է տալիս, ենթադրում եմ, սա իմ տեսակետն է սուբյեկտիվ, դուք ասեք այո կամ ոչ, հեռուստադիտողը նույնպես թող մտածի։ Մենք ինչից ենք խոսում ենք, որ բժշկական կրթությունը մեզ թույլ է տալիս մենեջմենթին եւ ընդհանրապես ինքնաիրացմանը վերաբերվել ավելի համակարգային։ Երևի թե բիոքիմիան այսպես է մեր աշխատում, որ մենք տեսնում ենք առողջ մոդելը, մենք շատերը ասում են եկեք ախտորոշենք կազմակերպության հիվանդությունը խնդիրը, անընդհատ զուգահեռական են անցկացնում։ Նույնիսկ իրենք կիսակատակ ասում են, որ մենք հիմա բժշկակ, բայց այս տերմինները ժամանակակից մենեջմենթի մեջ շատ արդիական են։ Այո։ Սա մենք չենք խոսում, որ օй մենք տեսեք, մենք վերին արտից հորեն ենք, չէ, մենք ընդհանրապես վերցրել ենք մի հետաքրքիր ոչ ստանդարտ թեմա, ձեր առաջարկով, նա փորձում ենք ամեն մեկս մեր տեսակետը ավելացնել։ Երևի թե սա է գաղտնիքներից մեկը, որ մենք կարողանում ենք ընդհանրական process-ներ տեսնել։ Եվ շատ ճիշտ բան ասեցիք, կարելի է համեմատել օրգանիզմի հետ, օրինակ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները շատ զգայուն օրգանիզմներ են։ Իսկ օրինակի համար շատ ձևաչափեր եւ կառույցներ կան, որտեղ կարելի է կոպիտ ասած շատ էքսպերիմենտներ անել եւ այդ կառույցները ավելի կայուն են, ավելի հասուն են, նույնիսկ ձևաչափ որպես։ Եվ դա է նաեւ մեզ ինչ-որ հուշում է, որ մենք հասկանում ենք, որ նույն բանը չի կարելի անել հասուն մարդու հետ, ծերուն եւ երեխայի։ Իսկ շատ հաճախ մարդիկ մոտենում են բիզնեսին, թվային նորություններին, կրթական փոփոխություններին որպես ստանդարտ ինչ-որ գործունեություն, չընկալելով որ մի բանը կարող է այսենց եւ ստացվի, իսկ մի բան կա, որը քրոնիկ հիվանդություն է, ձգձգված, պետք է երկար բուժել, եւ այդ բժիշկի պատկերացումը նաեւ շատ կարեւոր բան կա, որը ցավոք վերջերս կորում է։ Ես ամենայն դեպս իմ կողմից նկատել եմ ավելի երիտասարդ սերնդի մեջ, որ հակառակն է։ Բժիշկներն միշտ ասում են, բժիշկները ցինիզմ ունեն, ցինիզմով են վերաբերվում հարցերին, բայց նաև ծայրահեղ բարձր մարդասիրություն։ Երբ որ մարդկանց նկատմամբ այդ կարգի մեծ սեր է, երբ որ տեսնում ես, որ մարդուն չես կարող բուժես, ստարգանում է այդ ցինիզմը։ Ցինիզմը պաշտպանական է, Այո, պաշտպանական մեխանիզմ։ բայց դա մարդասիրությունից է գալիս։ Ես ցավոք նկատել եմ, որ որոշ երիտասարդ բժիշկների մոտ դա ավելի քիչ է, դա կարող է փորձի հետ է։ Տեխնոկրատիզմն է, փորձառությունը չի։ Ավելի շատ համակարգային փոփոխություններն են, որովհետև պացիենտի հետ շփումը մինիմալիզացվել է։ Առաջ ես նյարդաբանության օրինակով ասեմ, հիմա ընդդիմախոսում ենք մենք մեր ասած գաղափարին, որովհետև նաև կարծրատիպերի մասին եմ ուզում խոսել, երկու բան կասեմ կամ երեք նույնիսկ մտքերս ինձ առաջ են ընկնում։ Սա գալիս է տեխնոկրատիզմից, երբ որ կան շատ ռեսուրսներ։ Իշ մեկ որ մեծերը մեզ ասում են, այ մեր ժամանակ կոնֆետների այսքան տեսականի չկար, ամեն ինչը դեֆիցիտ էր, բայց մենք ավելի երջանիկ էինք, ավելի պարզ էինք, այսպիսի օրինակներ մեծ սերունդը բերում է։ Հիմա չափի շատ, ես սրա մեջ կապ ճշմարտության մեծ էֆեկտ, մեծ չափաբաժին, երբ որ երեխան արդեն 2 տարեկանից կամ ավելի վաղ սկրինի վրա սկրոլ է անում, ինչ որ փոքրիկ էմոցիաներ եւ շուտ ձանձրանում է։ Մինչդեռ մենք ամբողջ ֆիլմը պետք է դիտեինք, որ այդ էպիզոդի վրա միանգամից ռեակցիա տայինք, ուրախանայինք եւ այսպես շարունակ։ Սա առաջին կտորը, որ ուզում եմ ասել։ Երկրորդը, ես մի քիչ էլ նաեւ հակառակը կարող եմ ասել, որ մենք այդքան էլ ճկուն չենք։ Մեզնից շատերը շատ ոչ ճկուն են, շատ պահպանողական են,
անգամ դա դրսևորվում է վիրաբուժության մեջ, երբ որ պետք է լապարասկոպիկ վիրահատական մեթոդներ սովորեինք, դա դրսևորվում է թվային առողջապահության մեջ, միևնույն ժամանակ նոր սերունդը իսկ դրանց բացակայությունը ստիպում էր մտածել։ Նույնիսկ մեր մեծերը ասում են, ուղեղդ օգտագործիր, որ կարողանաս։ Տոպիկական նյարդաբանությունը, տոպիկական դիագնոստիկան, ամբողջությամբ եթե լավ գիտես, շատ հաճախ կարող ես MRI-ին հավասար ինչ-որ մի բան դնել։ Այսինքն սարքավորումները, լաբորատոր քննությունները, սկրինինգները եւ այլն գալիս են, իլրում են, բայց սա է պատճառը, որ սա նվազում է, ժամկետները նվազում են եւ նոր սերունդը կոմունիկացիայի մեջ թույլ է։ Նաև կրթության առանձնահատկությունները։ Մենք ավելի շատ բանավոր քննություններ ենք հանձնել, խոսել ենք, իրենք ավելի շատ տեստային։ Ամեն ինչը թվայնացվել է։ Դերենք մենք ազդեն իմ սերունդից դա կա։ Դե դժվար է գնահատել, գուցե ժամանակն է այդպես պահանջում, ես հիմա ինձ թույլ չեմ տալիս, ուղղակի մտքերն են բարձրաձայնում, բայց միևնույն ժամանակ մենք ունենք գործընկերներ, որ ընդհանրապես ճկուն չեն։ Ընդհանրապես կատեգորիկ ճկուն չեն այդ փոփոխությունների նկատմամբ։ Դուք մեծ ստատիստիկայի այդ ցուցանիշն եք տալիս, որ առողջապահությունը հիմա էլ ոնց ասիկ թվային բժշկությանը դա ամենամեծ խնդիրն է հենց մեր ոլորտի, որ առողջապահական ոլորտը չգիտես ոնց լինում է միևնույն ժամանակ ամենաինովացիոնը Եվ միևնույն ժամանակ ամենա պահանջողը եւ պայքարողը ինովացիաների դեմ միևնույն ժամանակ դա այդ որ դուք ձեր հասն է շատ ճիշտ որ լավ եւ վատ կողմը մեր էս գեզ ծավալային տարբեր կապ չունեցող շատ հաճախ առարկաների բայց վերջում իրար հետ համախմբվող այդ լայնածավալ ընկալումը բայց այդ կարծրացումը որ եթե սենց է ուրեմն սենց է մինչեւ առողջապահական համաշխարհային կազմակերպությունը մինչև մի հատ գայդլայն չասի որ այտենց չի չես ապացուցի Դե մենակ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի նաև այսօր մասնագիտական առաջատար եվրոպական, ամերիկյան զարգացած երկրների կլինիկական ուղեցույցները բավականին շատ դերակատարում ունեն այդ թվում մեր հայ բժիշկներից կյանքում Մյուս կողմից տեսեք մենք անընդհատ ստիպված ենք բացել դռներ ամեն պացիենտը մեզ համար մութ անտառ է Գուցե կանխատեսելի է ինչ-որ առումով, բայց անընդհատ մենք իրավիճակային արտակարգ իրավիճակներ ենք լուծում, անընդհատ մենք հայտնվում ենք արտակարգ իրավիճակում։ Կլինիկական որոշում կայացնելու գործընթացը ինքնին մեծ էներգիա պահանջող Որտեղ հաշվի ենք առնում նաև այլ հանգամանքներ, պացիենտի ֆինանսական հագեցվածությունը, որի մասին մենք ինքներս էլ ենք մտածում, չգիտեմ, դա բարձր մարդասիրություն ունենալն է, թե արդյոք իրավիճակի մեջ համակարգի առանձնահատկություն է, որը տարիներ անց կարծում եմ կշտկվի, ես չեմ հավատում, որ եվրոպական եւ ամերիկյան բոլոր երկրներում սա միանգամից լուծվել է։ Մենք ի վերջո չասեմ աղքատենք, բայց զարգացող պետություն ենք, բավարար ֆինանսական միջոցներ չունենք, ինչքան էլ ռետորիկ խոսենք, բայց առողջապահությունը ամբողջ աշխարհում ամենից շատ ֆինանս պահանջող ուղղություններից մեկն է։ Ինչքան ուզում ես ներդրում արա առողջապահության մեջ, միևնույն է, ինչ որ մեկը դժգոհ կմնա կամ մարդկանց խումբ։ Եվ խնդիրն անում է ամենա ցածր վերադաս տվողն է, եթե կրթությունը էլ ավելի շատ է պահանջում ներդրում, բայց 10 տարի հետո բազմաթիվ անգամ հետ է տալիս, առողջապահությունը կարող է դնես, վերջում 10%-ը հետ ստանաս, Այստեղ ես մեծ սիրով կնդիմանայի ձեզ, եթե մենք ներդրում անենք ավելի շատ կանխարգելիչ բժշկության մեջ, բայց այստեղ արագության ցիկլի հարց կա, մենք չենք կարող այնքան արագ ներդնել կանխարգելիչի մեջ, որքան արագ մի կարճ ժամանակահատվածում այդ արդյունքը մենք ունենք։ Մեզնից խլելու է հիվանդաբուժությունը, ոչ թե առողջապահությունը։ Ու չի կանխել հիվանդաբուժությունը։ Մենք երբեք չեմ կարծում, որ կունենանք այնքան միջոց, որ այստեղ միշտ սա այստեղ ավելի այս գործակիցը ավելի բարձր է, որովհետև չես կարող դու անտեսել արդեն հիվանդ մարդուն ժամանակ է պետք, գուցե դրանով են տարբերվում այդ երկրները, որ ունեցել են ավելի շատ բյուջե, ավելի մեծ ներդրումներ են արել եւ համամասնության մեջ տարիների ընթացքում արդեն կանխարգելիչ բժշկությունը մի քիչ ավելի ուժեղ է, բայց մեկը համաձայն չեմ, որ ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, որովհետեւ եթե խորանանք ամերիկյան կամ եվրոպական առողջապահական համակարգերի մեջ, այնտեղ այնքան ներբություններ ու բացասական կողմեր կան, այնպես որ պետք չի։ Հասարակ մի բան ասեմ, Եվրոպայում բժշկի մոտ ընկնելու ժողովրդի լեզվով եմ ասում, համար ամիսներ են պետք։ Գրեթե շանս չունես քո նախընտրելի բժշկի մոտ ընկնել, տարիներ կարող է պետք լինել, մինչև արդեն ընդհանրապես իմաստ չունենա, ել չեմ ասում, որ հանկարծ վերցնես հեռախոսը, զանգ տաս բջջայինին քեզ անծանոթ մարդու գիշերվա ժամին եւ մի հատ էլ զարմանաս կամ զայրանաս, որ չի պատասխանել քո զանգին մեր իրականությունը։ Այս որ այդքան էլ վատ չի մեր երկրում ամեն ինչ։ Հիմա վերադառնանք մեր հիմնական թեմային։ Նայեք, ամեն դեպքում անընդհատ բախվելով
խնդիրների լուծմանը, սա մեզ մոտ եւս ճկունություն է դրսևորում։ Եվ այն բժիշկը, որը եթե ոչ կլինիցիստը, ապա բաժանմունքի ղեկավարը, փոխտնօրենը, ով անընդհատ նման մենեջմենթի մեջ է եղել, նա հետո շատ այլ կազմակերպություններում շատ ավելի արագ կկողմնորոշվի, քան միջին վիճակագրական տեսություն ավարտած մենեջերը։ Եթե ոնց խոսում ենք իր մեջ ճկունությունը ավելի բարձր է, քան ընդդիմությունը։ Դա օրինակի համար ես ոնց դուք գիտեք, ես գուստե գիտեք դոկտոր Նեզջան, որ ես կլինիկական գործունեություն չեմ ծավալում։ Ես այնքան եմ խորացել հանրային առողջություն, թվային բժշկություն, եւ մենք նաեւ այս թեման որոշելուց նաեւ product owner որպես պրոդուկտի ղեկավար պաշտոնը, որով ես հիմա աշխատում եմ, այդ ամեն ինչը քննարկում էինք, ես միշտ շատ հեշտ եմ եկել, միշտ որ ինձ ասում են, բա դու բժիշկ չես, կրթությամբ ոնց ես ընկալում։ Եթե դա կա մարդու մեջ, եթե մարդը պատրաստ է այդ միկրոբիոլոգիայից ֆիզիոլոգիայից խիրուրգիա, խիրուրգիայից թերապիա, մենք այդ ուսանողական մեծ տարիները տենց է եղել, ազգայից ծայրայեղ կապ չունեցող 6 տարվա, 7 տարվա ազդի նատուրայի ավազդի նոր էինք հասկանում, ոնց է այդ ամեն ինչը կապվում իրար։ Եթե դա մարդը պահպանում է, համարյա հասնող չկա։ Եթե դրանից բարձր մենակ EMBA-ն է, հա։ Բայց եթե մարդը խորանում է, չէ, ես կոպիտ ասած էնդոկրինոլոգ եմ, չէ, ես լապարոսկոպիստ եմ եւ վերջ գլուխդ պատով ինչ կանե խփես այդ մարդը չի ուզենա իր քարակուսից դուրս գա ցավոք մեզ բժիշկների կլինիկական պրակտիկան շատ հաճախ իրանց այդ քարակուսու մեջ փագում է եւ մեզ պետքա շատ հաճախ իրանց բերել ոչ ֆորմալ ձևաչափերի դա հիմա նույն էքսպոյի մասին է թեկուզ չզրուցեն գաղութությունն են տարբեր ֆորումներ տարբեր պարտադիր չի մի տեսակի չնայած մենք մեծագույն միջոցառումներ ունենք բայց նաեւ շատ փոքր ոչ ֆորմալ, ոչ ՇՄԶ ձևաչափի, պանելային քննարկումներ, ֆորումներ, բանավեճեր կամ հենց ձեզ ծրագիրը, որ դե կոմֆորտ զոնայից դուրս է, բժիշկը երբ որ այդտեղ հայտնվում է, 1, 2, 4, այ 5-րդից արդեն իրան էլի հասնող չկա։ Բայց ես նաև լինեմ այն բժիշկներից մեկը, ով ձեզ ընդդիմախոսում է հիմա, փորձենք ավարտին ենք մոտենում, ինձ պետք չի, ես ավելի լավ լինեմ էքսպերտ, եւ երբ որ դուք հիվանդանաք եւ լապարոսկոպիստի կարիք ունենաք, դուք դիմեք ինձ, իրեմ օրինակ բժիշկ Ամիրյանի, եւ եթե դուք կարիք ունենաք շատ լավ նյարդաբանի, օրինակ դիմեք ինձ բժիշկ Ավետիսյանին եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք բնավ չենք քննադատում, մենք ուղղակի բիոքիմիան մտածելակերպը փորձեցինք հասկանալ, թե մեր կրթությունը ինչով է առանձնանում, ինչու է այդքան երկար եւ ի վերջո ինչ է այն մեզ տալիս, բայց ի վերջո մեր եզրակացությունը այն չէ, որ եթե դու էքսպերտ ես մի ոլորտում, ուրեմն դա վատ է, ընդհակառակը մեզ հանկարծ մեր գործընկերները սխալ չհասկանան, ես անկեղծ ասած սկզբից մինչև վերջ փորձեցի հասկանալ մենք ինչի մասին ենք խոսում, շատ հետաքրքիր համարձակ թեմա ենք վերցրել, այնուհանդերձ ես վերջերս լրիվ ոչ բժշկության հետ կապ ունեցող մի ոլորտի ընկերոջից լսեցի, որ դե վերջը այսպես տարիքով էլ ընկեր է էլի, ասես վերջը դուք շատ եք էլի տարբերվում։ Համ ուրախանում ես, այսպես մարմնովդ հոսանք է անցնում, ինչ որ մեկը գնահատում է։ Եվ ի վերջո սա չպիտի բերի նրան, որ բժշկական հանրության եւ հասարակության մեջ առաջանա մեծ այսպես կոչված gap, հա, անդունդ այդ բացը, այդ շփման հաղորդակցման խնդիրը մենք կարծում եմ այդպիսի ռիսկ էլ միշտ ունենում ենք։ Սիրելի հեռուստադիտող, տարիներ, երևի դարեր շարունակ բոլորը համարում էին, որ բժիշկները համարվում են քաղաքակրթության ուրեմն առաջին շարքերում կանգնած մասնագետներ, ոչ միայն իրենց բժշկական կրթությամբ եւ մասնագիտության առանձնահատկություններով, այլև հասարակության համար կարևոր սեգմենտի։ Ցավոք սրտի վերջին տարիներին մենք ականատես ենք լինում տարատեսակ, ինչու՞ չէ նաև բռնությունների, ինչ որ այսպես զանգվածային լրատվամիջոցների կողմից արշավների, տարատեսակ, անձերի շահերը սպասարկող եւ այսպես շարունակ, բայց ինչ ուզում է անենք ամբողջ աշխարհում ներողություն արտահայտությանս համար, եթե փողոցում ինչ որ մեկը վատ է զգում կամ վայր է ընկնում, առաջին հերթին ոչ մի այլ մասնագիտության անուն չեն գոռում բարձրաձայն եւ ոչ մի անձի չեն կանչում, այլ գոռում են բժիշկ կանչեք, շտապօգնություն հրավիրեք։ Սա եղել է, կա եւ մնալու է, այնպես որ բժշկական մեծար լինենք, մեր գործընկերների կրթությունը տարիներ տևող մեր մասին չենք խոսում ենք մեր գործընկերների, հարգենք, սիրենք, սիրելի բժիշկներ, միշտ հիշենք, որ մեր կրթությունը իսկապես ունիկալ է, մենք մեզ վեր չենք դասում ոչ ոքից, բայց այնուհանդերձ վստահ կարող ենք ասել, որ այդ տարիների կրթությունը մեզ թրծում է նաև որպես կենսաբանական էակների, որպես մտավոր
սոցիումի ներկայացուցիչների, որոնք որ իսկապես պետք է լինեն մտավորական։ Եվ վայ նրանց, ովքեր այդպես չեն վարվում եւ մտավորականությունից ավելի շատ հեռանում են։ Սիրելի գործընկերներ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ հրաշալի առավոտվա համար։ Սա էլ է էքսպերիմենտ, երբ որ մենք դա անգամ մեր համար անհասկանալի թեմաներից փորձում ենք գլուխ հանել, քննարկում ենք, կարծիքներ ենք փոխանակում։ Եթե ունեք ուղերձներ, ունեք, եթե չէ, Ես հակից ճամփոփեմ, ոնց ասում եմ, let's agree to disagree, մենք ավելի շատ մի բևեզվեցինք Բժշկամիրյանի հետ դուք ուրիշ, բայց ես ճիշտն ասած կողմեմ այս ձևաչափին է թեկուս, որովհետև պարզապես չի մենք նախորդ իմանանք ինչ ենք խոսելու, մենք մեզ դիտորդների, մեզ գոլեգաների եւ մենք իրար մեջ բացահայտենք նոր բաներ մեզ համար եւ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր մեր առջև, որոնցով կհասկանանք ուր ենք շարժվում։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ձեզ շնորհակալություն Բժիշկ Հովհաննիսյան։ Բժիշկ Ամիրյան, Այո, իրար հրաժեշտ տանք, որ հանդիպենք վաղը ճիշտ նույն ժամին, ճիշտ նույն տեղում։ ավելի մեծ հետաքրքիր թեմա, ավելի հետաքրքիր յուրի հետ։ Սիրելի հեռուստադիտող, ձեզ եւս շնորհակալ ենք, որ ամբողջ ընթացքում մնացիք մեզ հետ, իսկ նրանք, ովքեր հենց նոր էին միացել մեզ, հուշեմ, որ դուք հնարավորություն ունեք մշտապես կրկնությունը դիտել եւ իհարկե մեր YouTube-յան ալիքին միանալով, բաժանորդագրվելով դիտել մեր նաեւ մնացած հաղորդումները։ Մենք խոսում ենք բժշկական կրթության առանձնահատկություններից, թե որքանով է այդ կրթությունը եւ մտածողության ձևը թույլ տալիս մեզ լիարժեք իրացվել նաեւ այլ ոլորտներում։ Առողջ եղեք, կհանդիպենք։